Մայիսի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 14:40-ի սահմաններում ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մխրճվել բնակչի տան մեջ։ Վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում մահացել է։ Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի եւ վնասված տան սեփական ատերերի, ինչպես նաեւ մահացած վարորդի ինքնությունը։ Մայիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 08:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում թիվ 14 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արթուրայի վարած Նիսան մակնիշի եւ Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Ռուբենայի վարած Միցուբիշի Գրանդիս մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Ռուբենան տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների, վարորդներից Արթուր ծառայում էր Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր, այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգություններ։ Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից Բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։ Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ փոքր թաս, որի մեջ եղել է կնիկ թռչունի նշանով եւ փականի մաս։ Ըստ հնագիտական պեղումների տվյալների ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ 35-ամյա եւ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ 36-ամյա երկու երիտասարդ։ Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը, երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Մայիսի 14-ին ժամը 10:40-ին Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Մեկնել են համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել Էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։ Պարզվել է, որ Կոտայքի մարզի Նորգեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմաց եւ արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նորգեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա Էջմիածինցին մեկնարկային ատրճանակով 2 անգամ կրակել է օդ։ Նախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության եւ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Հանցագործության գործի կատրճանակը հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։